Ողջունում ենք ձեզ, սիրելի եղբայրներ, քույրեր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, այս հրաշալի կիրակին սկսենք միասին Տիրոջը փառաբանելով, ամեն։ Սիրելիներ, տարիներ առաջ, դարեր առաջ մի հայտարարություն եղավ, որ մինչ օրս եւ մինչ այս երկրի ավարտը այս հայտարարությունը պետք է մնա իրական։ Սիրելի եկեղեցի, ուզում եմ ողջունեմ ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, այն հրաշալի Հիսուսի անունով, որ դարեր առաջ երկիր իջավ, ոտքը դրեց այս երկիր, որպես մի մանուկ եւ Աստծո հիասքանչ ներկայությունը իջավ երկրի վրա։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեծ ավետիս։ Եկեք այդ Հիսուսին ծափահարությամբ օրհնենք, միասին փառք տանք Տիրոջը, որ նա հրաշալի, զորավոր Աստված է եւ շարունակենք միասին Տիրոջը օրհնել։ Այսօր հիանալի օր է բոլորիս համար, բոլոր քրիստոնեական աշխարհի համար այսօր աննման, գեղեցիկ մի օր է։ Ամեն։ Ես վստահ եմ, որ դուք դեռ շատ եք լսելու այս հայտարարությունը եւ մեկը մյուսին պետք է փոխանցեք այդ հիանալի բարի լուրը։ Բայց եկեք ամեն բան սկսենք փառաբանությամբ եւ ծափահարությամբ դեպի մեր Աստվածը, որովհետեւ մեր Տերը արժանի է եւ մենք պետք է լավագույն փառաբանությունը եւ ծափահարությունը տանք իրեն։ Ամեն։ Եկեք միասին բարձրացնենք մեր ծափերը, օրհնենք Տիրոջը։ Հալելույա։ Ծափ զարկ աշխարհ ցնծա այսօր։ Միասին օրհնենք Տիրոջը։ Ծափ զարկ աշխարհ ցնծա այսօր, ցնծա եւ Միասին ասենք Իշխան խաղաղության, իշխան խաղաղության, իշխան խաղաղության, իշխան խաղաղության, իշխան խաղաղության, իշխան խաղաղության, ով երկիր ահա կգամ, ազգերի ցանկալին, տվեք արև ու լույս ընկա, ողջույն Էմանուելին, ողջույն Էմանուելին, ողջույն, ողջույն Բոլորս միասին ասենք ողջույն Էմանուելին բարձր ձայնով, ողջույն Էմանուել, դու նրան ողջույնը, հալելույա, ողջույն Էմանուել, բարձրացու քո ծափերը միասին։ Դու նրան լավագույն փառաբանությունը, Աստծո որդին արժանի է, հալելույա։ Թող Սիոնի որդիք բերրի, հնչեն ողորմյան, որդյան թագավորի, երգեն երկովության, երգեն երկովության, երգենք նրան գովության երգը, երգենք երկովության, հալելույա, դու արժանի ես Տեր, երգենք երկով, միասին ասենք ծափ զարկ աշխարհ, ծափ զարկ աշխարհ, ցնծա այսօր։ Ծնվեց մանուկը, որին արժե տան լավագույն փառաբանությունը, այս բարի լույսը, այս օրհնությունը բոլորի համար է, որ ծագեց արդարության արեգակը, շարունակիր փառաբանել նրան։
ծնվեց լույսն աշխարհի Եվ կոչվեց Հիսուս կանչելի Եկավ երկիր մեզ փրկելու Եվ որ կամքը կատարելու Ահա ծնվեց լույսն աշխարհի Եվ կոչվեց Հիսուս յանալի Եկավ երկիր մեզ փրկելու Եվ որ կամքը կատարելու Հաղթանակի երկեր Աստծո անունը փառաբանենք Հոգով ցնծության մեջ մտնենք Դարձիր այսօր ժամանակ Հաղթանակի երկեր Աստծո անունը փառաբանենք Հոգով ցնծության մեջ մտնենք Դարձիր այսօր ժամանակն է Եվ Աստված մեզ այնպես սիրեց Իր որդուն երկիր ուղարկեց Եկավ ծնվեց մի մսուրում Որ բնակվի մեր սրտերում Եվ Աստված մեզ այնպես սիրեց Իր որդուն երկիր ուղարկեց Եկավ ծնվեց մի մսուրում Որ բնակվի մեր սրտերում Մեր հաղթության ծափերով Հաղթանակի երկեր Աստծո անունը փառաբանենք Հոգով ցնծության մեջ մտնենք Դարձիր այսօր ժամանակն է Հաղթանակի երկեր Աստծո անունը փառաբանենք Հոգով ցնծության մեջ մտնենք Դարձիր այսօր ժամանակն է Մեր հաղթության ծափերով միասին Աստծոն դու լավագույն փառաբանությունը նա իսկապես արժան է Հիմա մեր ձայները պիտի բարձրացնենք բոլորս միասին պիտի օրհնենք Տիրոջը Հաղթանակի երկեր Աստծո անունը փառաբանենք Հոգով ցնծության մեջ մտնենք Դարձիր այսօր ժամանակն է Հաղթանակի երկեր Աստծո անունը փառաբանենք Հոգով ցնծության մեջ մտնենք Դարձիր այսօր ժամանակն է Դարձիր այսօր ժամանակն է Եվս մեկ անգամ ասենք Դարձիր այսօր ժամանակն է Ամեն, հալելույա Հալելույա Ճիշտ ժամանակն է Նրա արած մեծ փառավոր գործին ասել այո Տեր եւ ես քեզ շատ եմ սիրում ամեն կարող ես քո սիրո ծափահարությունը տալ նրան քո ցնծության ուրախության ծափահարությունը տալ նրան նա իսկապես արժանի է հալելույա փառքն լինի մեր Թագավորին ամեն գիտեք սերնդե սերունդ ամեն բան փոխվելով գալիս է սերունդը փոխում է մշակույթը փոխում է հասկացողությունը փոխում է վերաբերմունքը Բայց մեկ բան կա, որ երբեք չի փոխվում, դա մեր Տերն է, որ հավիտյան, օրհնյալ է եւ նույնն է, Աստված նույնն է երեք, Աստված նույնն է այսօր եւ նա հավիտյան կմնա նույնը, հալելույա։ Եվ հազարավոր սերունդներ էլ կան անցնեն, միևնույնն է, ինձ եւ քեզ նման մարդիկ կլինեն, որ այդ սերունդի մեջ նրանք կշարունակեն երկրպագել, հալելույա։ Եկեք միասին օրհնենք մեր սիրելի Թագավորին։ Հազար սերունդ էլ անցնի, նա կմնա փառավորված։ Շնորհակալ ենք քեզ Հիսուս։ Հազար սերունդ ծնկում են երկրպագության, որ երկի այս երկը գառնուկի, ամեն մի շունչ երկրի վրա, ամեն էակ որ կա, թող երկի այս երկը գառնուկի, անունդ մեծարված է անունդ,
Փառավոր է անունը, արժանի է օգնության, ամեն գահերից վեր, ամեն արքաներից վեր դու Տեր, մեծարված ես հավիտյան, և երգում ենք քեզ, սուրբ ես, Տեր օրհնում ենք քեզ, սուրբ ես, մեծարված արքա, սուրբ ես, հավետ Տեր դու սուրբ ես, նրա արյան փրկված, դու երկիր այս երկը գառնուկի, թե հոգիդ ազատ է և չունես կասկած, դու երկիր այս երկը գառնուկի, թող հնչի այս երկը գառնուկի, և երգում ենք քեզ, սուրբ ես, Տեր օրհնում ենք քեզ, սուրբ ես, մեծարված արքա, սուրբ ես, հավետ Տեր դու սուրբ ես, և երգում ենք քեզ, սուրբ ես, Տեր օրհնում ենք քեզ, սուրբ ես, մեծարված արքա, սուրբ ես, հավետ Տեր դու սուրբ ես, շնորհակալ մենք օրհնում ենք քեզ, շնորհակալ ենք քեզ Տեր, մեծարված է քո անունը, հալելույա, անունը, մեծարված է անունը, փառավոր է անունը, արժանի է օգնության, ամեն գահերից վեր, ամեն արքաներից վեր դու Տեր, մեծարված ես, և երգում ենք քեզ միասին, և երգում ենք քեզ, բարձրացրու ձայնը, սուրբ խոսի նրա սրբությունը, հալելույա, սուրբ ես, մեծարված արքա, սուրբ ես, հավետ Տեր դու սուրբ ես, և երգում ենք քեզ, սուրբ ես, Տեր օրհնում ենք քեզ, սուրբ ես, մեծարված արքա, սուրբ ես, հավետ դու սուրբ ես, այդ սուրբ Աստծուն եկեք տանք լավագույն ծափահարությունը, շնորհակալ ենք նրան իր քաղցր, իր օրհնյալ ներկայության համար, հալելույա, Աստծո խոսքը ասում է, որ նրա անունը կկոչվի Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ, Աստված մեզ հետ, դարձիր ինչ-որ մեկին և ասա, թող Աստված քեզ հետ լինի, նրա ձեռքը պաշտպանի քեզ, օրհնի քեզ, զորացնի քեզ, թող հաղթանակներ տա քեզ, թող նա տա քո սրտի ուզածը լրացնի քո բոլոր կարոտությունները, թող Աստված լինի քեզ հետ ընդմիշտ, ամեն, եթե դու համաձայն ես, որ Աստված քեզ հետ լինի, քո փառաբանության և համաձայնության ծափահարությունը տուր նրան, որովհետև նա արժանի է, հալելույա, հալելույա, սիրելիներ, Oh,
քրիստոնական օրվա մեջ պիտի խոսեմ մի լավ շատ հետաքրքիր թեմա, որը վստահ եմ բոլորդ սպասում եք, դա մեր զոհաբերությունների մասին, ամեն ովքեր են սպասում։ Եկեք նայենք, որ մենք ուրախ ենք, որտեղ մենք ունենք կյանք, մենք շնորհակալ ենք, որտեղ մենք ունենք առողջություն, եւ մենք շնորհակալ ենք Աստծուց, որ Տերը տվել է մեզ ինչ հնարավորություն գումար վաստակելու, եւ այդ ամեն ինչը ում շնորհիվ է Աստծո, որտեղ ինքն է կյանքի աղբյուրը, եւ մենք ընդհանրապես եկեք պատիվ համարենք, որ հնարավորություն ունենք։ Տեսեք, եթե դու գնում ես մեկի ծնունդին, դու գիտես ում ինչ ես ստանում, դու կարողանում ես ծրարի մեջ կամ նվերի տեսքով կամ ինչ-որ ձևով քո սրտի շնորհակալությունը կամ շնորհավորանքը տանում ու իրան ես տալի։ Դու Աստծուն չես տեսել, ես Աստծուն չեմ տեսել։ Լսի, բայց Աստված այնքան հետաքրքիրն է։ Ես միջև վերջ չեմ կարողանա երրորդությունը բացատրել, բայց Աստված հենց ինքը Հիսուսն էլ է։ Հիսուսը տեսանելի էր, Հայր Աստվածը տեսանելի չէր։ Մինչև այդ ասում էր, որ Աստծուն ոչ մեկ չի կարա տեսնի ու ողջ մնա, բայց Հիսուսը երկրի վրա ինչ ասեց, ով ինձ տեսավ, Հորը տեսավ։ Լսի, Հիսուսը ինչ արեց։ Հիսուսը փրկության ճանապարհ բացեց, մարդու վերականգնման գործի սկիզբը դրեց, այլ կերպ ասած, եկեղեցու հիմքը գցեց։ Հիմա հասկանում եք ինչքան հետաքրքիր է Աստծո հետ։ Հայր Աստծուն ոչ մեկ չի տեսել, բայց կարող ենք ասել, որ մենք եկեղեցու մեջ փրկվածներով, լցված Աստծո սիրով, այն որ իրար բարևում ենք, ժպտում ենք, օրհնում ենք, դա հələ ամենակիչը, մինիմումը, երբեմն էլ իրար կողք ենք կանգնում, իրար ձեռք ենք բռնում, երբեմն մեկս մյուսի լացն ու ցավն ենք լսում եւ այսպիսով Աստծո ընտանիք ենք դառնում, հոգեվոր ընտանիք ենք դառնում։ Ես կարող եմ ասել, որ Աստծուն ես տեսնում եմ եկեղեցու մեջ։ Եվ ուրեմն այս պարագայում մենք պիտի պատիվ համարենք, որ Աստծո գործը ամբողջ տիեզերքով մեկ, ամբողջ մոլորակով մեկ կա։ Բազմահազար եկեղեցիներ կան, ամեն աշխարհի տարբեր ծերերում հավաքվում են Աստծո մարդիկ, բայց Աստված ինձ ու քեզ պատիվ տվեց, որ այս տեղական եկեղեցու, որի անունն ենք մենք դրել Calvary Armenian Church, այս տեղական եկեղեցու մեջ անդամներ ենք լինում եւ Աստծուն տեսնելով պատիվ ենք համարում մեր ունեցվածքից զոհաբերություն անել։ Ամեն։ Սենց եմ ես կարդացել ու ուսումնասիրել, որ Քրիստոսի առակների 1/3-ը ֆինանսների մասին էր։ Դուք մտածում եք Հիսուսը չի խոսել ֆինանսների մասին, խոսել է։ Այն էլ ոնց է խոսել։ Եվ այսպես ես այսօր զոհաբերությունից առաջ մի հատված եմ ուզում կարդալ առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 16-17-18 համարները հետևյալ կերպ են հնչում. ամեն ժամանակ ուրախ եղեք, անդադար աղոթք արեք, ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ համար։ Ուրեմն սենց ամեն ժամանակ ուրախ եղեք։ Իսկ եթե չեմ կարողանում ուրախանալ, իսկ եթե մենք ունենք, չէ՞, ինչի՞ս վրա ուրախ լինեմ։ Իսկ եթե չեմ կարողանում ուրախանալ, ելք կա, աղոթք արա ուրեմն։ Աղոթք դու միշտ կարող ես անել, միշտ։ Չեմ հավատում, որ գա մի պարագա, լսի, մեկ լուրել կարաս աղոթք անես։ Պարզապես վստահ եղի, որ դու քո ներքին սենյակում ես, որ դու փակված ես, որ դու քո հոր առաջ ես։ Հա, ես կյանքում ունեցել եմ այնպես կոտրվածություն, որ բերանիցս բառել չի դուրս եկել, բայց այնքան վստահ եմ եղել, որ Հիսուսի առաջ եմ։ Անկամ եթե կոտրված եմ, անկամ եթե անկարող եմ ինձ զգում, վստահ եմ եղել, որ իմ երկնավոր հոր առաջ եմ, որ իմ ավագ եղբոր Հիսուս Քրիստոսի առաջ եմ։ Եվ ինքը լսում անգամ ամբար իմ շուրթերից չհելած բառերը սրտիս աղաղակն է լսում։ Ուրեմն եթե ամեն ժամանակ ուրախ չես կարողանում լինես, աղոթք արա։ Իսկ եթե ամեն բանի մեջ որ ասում է գոհացեք, շնորհակալ եղեք ամեն բանի մեջ, գուցե մեկ ասես չեմ կարողանում, ախր այնքան վատ բաներով եմ շրջապատված, ինչի համար շնորհակալ եմ, էլի աղոթք արա։ Բայց ես այստեղ քեզ մի գաղտնիք ասեմ։ Թող որ քո հավատքը նորոգվի այդ դժվարին պահերի մեջ։ Խորապես վերապրիր, վերհիշիր փրկության հավատքը։ Մենք հասարակ մարդիկ չենք։ Սա ասելով իսեր Աստծո, բոլորովին նկատի չունեմ, որ այն մարդիկ, ովքեր եկեղեցի չեն գալիս, մենք իրանցից բարձր ենք, լավն ենք, բոլորովին սա չեմ ասում։
Ես ասում եմ, մենք հասարակ չենք, որովհետև մենք Հիսուս Քրիստոսին ճանաչեցինք։ Ինքը մի օր մեր սրտի հետ խոսեց, մի օր մեզ կանչեց իր փառախը, վերստին ծնունդ տվեց, փրկություն տվեց մեզի։ Սրանով եմ ասում, որ մենք տարբեր ենք։ Եթե դու գոհանալու բան քեզ թվում է, որ չունես, վերհիշիր, որ դու փրկված ես։ Հիշիր, որ Քրիստոսի սերը քո նկատմամբ չի դադարում։ Հիշիր Աստծո այն խոսքը, որ ասում է Աստված հավիտենական սիրով սիրեց մեզ։ Ամեն։ Ուրեմն ինչ ուզում եք ասեք, գոհանալու առիթ մենք միշտ էլ ունենք, հենց որովհետև Քրիստոս նույնն է երեկ, այսօր ու հավիտյան։ Ուրեմն կարող ենք իրանից գոհանալ, ամեն։ Զոհաբերությունը, որ պատրաստել ես, մի պահ կամ եթե չես պատրաստել, հավատքով ա դա, գիտես, քո հավատքի համաձայն, քո հոժարության համաձայն պիտի լինի։ Ոչինչ առանց հոժարության մի արա, ի սեր Աստծո։ Առանց հոժարության ոչինչ մի արա։ Հոժարակամ արա, քո սրտի ամենով արա, բայց մտածի, երախտապար տեղի, շնորհակալ եղի Տիրոջից ամեն բանի համար։ Ես շնորհակալ եմ Տիրոջը, որ այս ամբողջ տարին պահեց ինձի։ Շնորհակալ եմ, որ կյանքի ամենահետաքրքիր բովերով թույլ տվեց անցնել։ Ընկնել էլ, բարձրանալ էլ, ամեն ինչ էլ տեսա, բայց փառք Աստծուն, որ այսօր կանգնած եմ ոտքերի վրա։ Սա իմ Տիրոջ նվերն եմ համարում։ Այն ինչը որ քո սրտի մեջ կա, ինչին որ հավատում ես, հուժարության քո չափի մեջ, խնդրում ենք արա քո զոհաբերությունը։ Սիրեներ, այսօր մեր ծրագիրը բավական հագեցած է եւ խիտ, եւ այսօր մեր տարբեր խմբերից, մանկական երկու խմբերից պետք է իրենց խոսքը եւ իրենց ներկայացումը բերեն այստեղ, սրա համար պիտի խնդրեմ, որ նստենք համբերատարությամբ եւ այստեղ հրավիրենք մեր մանուկներին, ովքեր պետք է մեզ այս պահից ծառայեն։ Աստված օրհնի բոլորիս։ Խնդրեմ, որ համբերատար լինենք, մինչև մեր մանուկները կհասնեն տեղ, բայց չմոռանանք ծափահարությամբ նրանց դիմավորել։ Բարի լուր եմ ավետում ձեզ, ով ժողովուրդ, լսեք դուք ինձ, Բեթլեհեմի Սուրբ քաղաքում ծնվեց այսօր Աստծո որդին։ Սուրբ գիշեր է, Սուրբ լիսեր, սրտում դարձյալ հնչում են երգել, ձյունը իջնում են խաղաղ մեղք, և մանուկ Հիսուսի տեղը սեր։ Թող այս գիշեր ձեր տանը հիմա, թող խաղաղություն լինի ձեր կյանք, և Աստծո լույսը հավիտյան ձեզ ուղեկցի ամեն մի ժամանակ։ Չեկան դատակ համընտներ, չեկան դատակ համընտներ, մանկան թող լցվեն, ով փնտրում է սրտանց մեկին, հանկարծ գտնե այս գիշեր։ Թեկան աճր տողաշկը, թոր որ ճիծարան արգիշեր, կանչոր ջեքր իրար հասնեն, հրակ շապեն արգիշեր։ Գիշերվա խորքում լույս ծնվեց վերից, երկնքից իջավ Աստծո որդին։ Խավար մսուրում փայլեց մի արև, աշխարհին բերեց փրկություն ու սեր։ Լուր այգում ջունը երգում, լույսը գարով սրտում վառվում, քաչ անգամ իջնում են լույսով, խաղուճ բերում հույսով։ Լույսն ծնվեց Հիսուս, մեր փրկիչը ձեր տարեց, մեծ լույս։ Մարդկանց փրկեցի քո սուրբ այունով, հավերժ կանգնվի կանքի գնով։
Ես կասեմ մի բան ռուսերեն։ Եթե գիտեք ռուսերեն, ես էդի ձեզի կասեմ։ Боженька на корабле спасает людей. Особенно мы молимся, Боженька нас спасает. Psalm 8, a psalm of David. Lord, our Lord, how majestic is your name in all the earth. You have set your glory in the heavens. Through the praise of children and infants, you have established a stronghold against our enemies, to silence the foe and the avenger. And I consider your heavens, the works of your finger, the moon and the stars which are set in place. What is mankind that you are mindful of them? Human beings that you care for them. You have made them a little lower than the angels and crowned them with glory and honor. You have made them rulers over the works of their hands and put everything under their feet. All flocks and herds of the animals of the wilds, the birds in the sky, the fish in the sea, all that swim of the paths of the sea. Lord, our Lord, how majestic is your name in all the earth. Amen. Բարի լույս Իոնա։ Բարի լույս Մելիսա, այնքան լավ եմ քնել, նույնիսկ հեքիաթային երազներ եմ տեսել։ Իոնա, իսկ դու չես մոռացել, չէ՞ որ այսօր Սուրբ ծնունդ է։ Արի միասին աղոթենք ու մեր գործերին անցնենք։ Սիրելի Հիսուս, շնորհակալ ենք այս գեղեցիկ օրվա համար։ Հիսուս, ուզում ես քեզ իմ երազը պատմեմ։ Իոնա, սիրելի Հիսուս, շնորհակալ ենք, որ մեզ անուշ քուն տվեցիր։ Հիսուս, ես շատ եմ ուզում քեզ տեսնել, խնդրում եմ, մեզ հյուր արի, չէ՞ որ այսօր քո ծնունդ է։ Մելիսա, այսօր ես ձեր տուն կգամ։ Իսկապես շնորհակալ եմ Տեր իմ։ Իոնա, լսեցի՞, Հիսուսն այսօր մեր տուն է գալու։ Մենք պետք է լավ պատրաստվենք։ Angels we have heard on high, sweetly singing o'er the plain.
ամեն ինչ պատրաստ է Մելիսայի, իսկ երբ է Հիսուսը գալու։ Հիսուսն է։ Բարև ձեզ, մենք Անտոններ ենք, դրսում շատ ցուրտ է, կարելի է ձեր տանը գիշերենք։ Խնդրում եմ մեզ ներս թողեք, մենք ուրիշ տեղ չունենք մնալու, իսկ իմ քուրիկը հիվանդ է։ Ոչ, չեք կարող, մենք կարևոր հյուրի ենք սպասում։ Մելիսա, հիշում ես Հիսուսը պատվիրեց կարիքավորին օգնել։ Հիսուսն է։ Խնդրում եմ, դուրսում ուժեղ քամի եւ անձրև, կարող եմ ձեզ մոտ մնալ մինչև դադարի, ես մոլորվել եմ։ Այո, կարող եք։ Հիսուսն է։ Բարև ձեզ, մենք արդեն 2 օր է ոչինչ չենք կերել, մեզ կօգնեք, խնդրում եմ։ Մեզի հաչ ու ջուր կտանք, սարջ շոված ենք, խնդրում ենք։ Ներս եկեք, մենք բոլորի համար բավական ուտելիք ունենք։ Տեր Հիսուս, արդեն օրը վերջանում է, ես ամբողջ օրը քեզ եմ սպասել։ Այս անծանոթ մարդիկ բոլոր աթոռները զբաղեցրեցին, իսկ դու այդպես էլ չեկար։ Ես ձեր մոտ եկա, որպես սոված, ու դուք ինձ հաց տվեցիք։ Եկա որպես ծարավ, և դուք ինձ ջուր տվեցիք։ Եկա որպես հիվանդ, դուք ինձ խնամեցիք։ Եկա որպես պանդուխտ, ու ինձ ձեր տուն ընդունեցիք։ Տեր, երբ քեզ տեսանք ու բարիք արեցինք։ Այս կարիքավորներին արեցիք, ուրեմն ինձ արեցիք։ Շնորհակալ եմ, Տեր Հիսուս։ Որքան հրաշալի է, սիրելիներ, ինչպես որ Աստծո խոսքն ասում է, որ երեխաների, կաթնակերների բերանից գովություն ընդունեցիր։ Որոշ տեղ թարգմանությամբ ասում է պատրաստեցիր, որոշ տեղում ասում է ընդունեցիր։ Աստված ամեն բան անում է հիանալի ձևով, սիրելիներ, եւ այս կյանքը, որ Տերը մեզ տվել է ապրելու, այս կյանքը ունի իմաստ։ Գիտեք, երբեմն մարդիկ կորցրած իմաստը փորձում են կյանքը ապրեն իմաստալից, բայց չի կարող այդպես լինել, որտեվ կյանքին իմաստ տվողը հենց ինքը Տերն է։ Ամեն։ Եթե այս կյանքի ճանապարհը եւ այս նավարկությունը, եթե մենք անցնենք առանց Քրիստոսի, հավատացնում եմ, ձանձրույթ կլինի։ Հիասթափությունները շատ կլինեն եւ մենք կմնանք այդ հիասթափությունների մեջ, բայց երբ մենք որոշում ենք ճանապարհն անցնել Տեր Հիսուս Քրիստոսի հետ, կյանքը ուրիշ երանգ է ստանում։ Ամեն։ Եվ թող օրհնյալ լինի մեր Տիրոջ հիասքանչ, փառահեղ ծնունդը այս օրերի մեջ։ Գիտեք, քրիստոնեական աշխարհը, սիրելիներ, տարբեր կերպերով տոնում է Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը տարբեր ժամանակներում, բայց որևէ կերպ չեն կարող ասել, որ օրն էր կոնկրետ ծնունդը տեղի ունեցել, բայց մեկ ճշմարտություն կա, որ օրն էլ որ լիներ, պետք է մեկ օր լիներ, եւ այդ օրը եղել է արդեն, որովհետեւ մեր Փրկիչ Աստվածը իր օրհնությամբ, իր հրաշալի աստվածային ծրագրով որոշեց այցելի երկիր, եւ այս երկիրը լցրեց իր քաղցր իմաստով եւ ներկայությամբ։ Ամեն։ Թող օրհնի մեզ Աստված։ Պատրաստ ենք Աստծո խոսքը լսենք։ Նյութը վերնագրել եմ այսպես. Փրկությանը սпасելով։ Ես ուզում եմ մի հարցով սկսեմ, սիրելիներ, չգիտեմ, դուք այդ հարցին կփորձեք պատասխանել այնպես, ինչպես որ իրականությունն է։ Հուսամ, որ այո։ Քանիսներդ կարող եք ասել, որ դուք ձեր ամբողջ կյանքում սпасել եք, որ Հիսուսին գտնեք, որ Հիսուսին հանդիպեք։ Կարող է մեկ ասի, որ ես գիտես այն ժամանակվանից, որ դեռ հələ մորս որովայնի մեջ էի, ես երազում էի Հիսուսին հանդիպել։ Ոչ մեկ չի կարող ասել։ Մենք այս կյանքը ծնվում ենք ակամայից, ապրում ենք տառապանքներով, զրկանքներ, շատ մեծ խնդիրներ, հարցեր, խնդիրներ, բայց ինչ որ մի խաչմերուկում, ինչ որ մի տեղ, մեր տխրության, մեր անհույսությունների ժամանակ հանկարծ Աստված այցելում է մեզ։ Եվ Աստված մեզ գտնում է եւ մեզ տանում եւ քաշում է դեպի իր ներկայությունը որպես հայր, որ ինչպես իր որդիներին կգրկի, ճիշտ այդպես է նա անում մեզ հետ։ Ամեն։
Երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, մի հետաքրքիր պատմություն ենք տեսնում, սիրելիներ, ովքեր էին սպասում, եթե հաշվենք Մաղաքիա մարգարեությունից, որը 5 տակարանյան գրքերի ամենավերջին գիրքն էր համարվում, մինչև Տեր Հիսուս Քրիստոսի ավետման նրա ծննդյան ժամանակները հարյուրավոր տարիներ լռության տարիներ են կոչվել, լռության տարիներ, որովհետև չի եղել խոսք, չի եղել մարգարեություն, չի եղել որևէ իրադարձություններ, կարծես թե երկինքը կապված էր, երկինքը լուռ էր, բայց այդ լռությունների մեջ մեր երկնային հայրը, մեր սիրող Աստվածը որոշեց մի ծրագիր, մի փառավոր գործ անի երկրի վրա, այդպես էլ ասեց մարգարեների միջոցով, որ մի գործ պիտի անեմ վերջին ժամանակները, մի հիանալի գործ պիտի աներ Աստված, ինչպիսին էր այդ գործը, նա իր փրկագնման ծրագիրն էր, և մենք ինչպես որ մենք մտածում ենք, որ Աստված տենց կաներ, այդպես չարեց, ես մի խոսք կարծում եմ, որ սա թե հուսադրող և հուսահատեցնող մի բան է, Աստված միշտ անում է մի բան, սա հուսադրողն է, որ երբեք մեր խելքի բանը չի, սա ինչ որտեղ մեզ հուսահատեցնողն է, բայց ուրախ ենք, որ Աստված անում է իր լավագույնը և ինչ էլ որ նա անի դա հիասքանչ է և գեղեցիկ, ես ուզում եմ այսօր երկու մարդկանց մասին խոսեմ, որոնք որ սպասում էին Տեր Հիսուս Քրիստոսին, առօրյայի մեջ թերևս, եթե վերցնենք մեր կյանքը, կարող ենք ասել, արդյոք մենք Տիրոջը սպասում ենք, թե չէ, եթե առաջին մարգարեությունները եղան, որ Տեր Հիսուսը պետք է գար ծնվեր մանուկ որպես, հաջորդ մարգարեությունները խոսում են նրա երկրորդ վերադարձի մասին, երկրորդ վերադարձը չի լինելու առաջի գալու պես, ինչու, որովհետև առաջին գալը եղավ որպես մանուկ մսուրի մեջ, եղավ որպես մի երեխա, որ հանձնված էր խնամքի, մի երեխա, որ կարող էր ցույց տալ ինչպես կարելի Աստծո հետ հարաբերություն ստեղծել և մի կյանք դրվեց, որպեսզի փրկություն լինի հավատացողների համար, երկրորդ գալուստը այլևս չի լինելու որպես երեխա, նա կվերադառնա որպես արդար դատավոր, եկեք հարցին պատասխանենք ազնվությամբ մեզ համար, արդյոք մենք սպասում ենք Տեր Հիսուսի վերադարձին, բարի լուրը սա է, որ նա պիտի վերադառնա, տխուր լուրը սա է, ուզես չուզես, պիտի հանդիպես, որովհետև անկախ նրանից դու սպասես թե չսպասես այդ օրը մեկ օր պիտի տեղի ունենա սիրելներ, բայց թույլ տվեք ժամանակից շատ առաջ չանցնեմ և Սուրբ գրքի մի հետաքրքիր հատվածի մասին խոսեմ, որի մասին գրված է Ղուկաս ավետարանի մեջ, Ղուկաս ավետարանի մեջ երկրորդ գլխում 25-26 համարներից սկսած մի հրաշալի պատմություն է մեզ հիշեցնում Ղուկաս ավետարանիչը և պատմում է, մենակ ինքն է պատմում այս պատմությունը և հիանալի մեջ բերում է, ես ուզում եմ ձեզ համար կարդամ և կխնդրեմ, որ ինձ հետ լինեք, ասում է և ահա Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր և այս մարդը արդար և աստվածավախ էր և սպասում էր Իսրայելի մխիթարությանը և Սուրբ Հոգին կար նրա վրա և նրան պատգամ էր եղել Սուրբ Հոգուց, որ մահ չի տեսնի, մինչև որ Տիրոջը Քրիստոսին կտեսնի, մարդ, որը սպասում է Աստծո հայտնվելուն, մարդ, որը որ պատրաստ է առավոտից գիշեր այդ ակնկալիքը իր սրտում վառ պահել, հանկարծ չքնես, հանկարծ չտկարանաս, հանկարծ չհուսահատվես, հանկարծ հետ չքայլես, հետ չգնաս, սպասիր մինչև վերջ, Սաղմոս 40-ի մեջ Դավիթն ասում էր, սպասելով սպասեցի Տիրոջը, մինչև որ նա դարձավ դեպի ինձ, նայեց ինձ և ինձ ցեխերի միջից հանեց և ինձ սրբացրեց և իմ ոտքերը ամուր վեմի վրա դրեց և իմ շուրթերի մեջ Աստծո փառաբանության երգը հնչեցրեց, սպասել նրա վերադարձին, սիրելներ, Տեր Հիսուս Քրիստոսի գալստյանը ոչ շատերն էին սպասում, բայց ունենք այս երկու հրաշալի հիշատակությունը, որ ովքեր էին, որ սպասում էին, առաջի մարդը Սիմեոն ծերունին էր, մենք հայերս այդպիսի բան ունենք, չէ, օրհնության խոսքեր ունենք, ասում են Սիմոն ծերունի լինես, ինչի համար ենք ասում, քանիսներ գիտեք ինչի են ասում, երկար ապրես, բայց գիտեք իրականում մենակ երկար ապրելը չէ, որտեվ երկար բոլորը ովքեր ասես կարող են ապրել, բայց անիմաստ, խնդիրը սա է, որ հանդիպես Հիսուսին, որ գրկես Հիսուսին, Սիմոն ծերունի լինես, որ կարողանաս Տեր Հիսուսի հետ այդ հանդիպումը ունենաս, որ կյանքդ արդեն ինչ էլ որ դրանից հետո լինես կամ չլինես, ապահովված լինես, որ նրա փրկությունը ունես, ամեն, այսպես է ասում Ղուկաս ավետարանիչը, ասում է մի մարդ կար Երուսաղեմում,
Երուսաղեմը այնտեղն է, որտեղ կոչվում է խաղաղության քաղաք։ Սա այնտեղն է, որտեղ որ մարդիկ գալիս էին մեծ հույսով Եհովայի խոստումները տրված։ Եհովա գիտեք, Յահվե հունարեն, որ թարգմանաբար նշանակում է Տեր։ Եհովայի կամ Հայր Աստծո, Յահվեի խոստումները կար, որ պետք է Քրիստոսը ծնվեր, եւ կային մարգարեություններ, որի մասին քիչ ավելի ուշ պիտի խոսեմ։ Եվ ասում են, Երուսաղեմում սպասում էր։ Զարմանալի է, գրված է մի մարդ կար, որ սպասում էր։ Մի մարդ։ Երուսաղեմը լիքն էր ժողովրդով, լիքն էր տարբեր ազգություններով, շատ մարդիկ էին գալիս գնում, առևտրականներ, քաղաքը ծեփում էր, լիքն էր, լեփլեցուն, բայց սպասողները քիչ էին։ Թերևս այսօր շատ եկեղեցիներում, շատ տարբեր տեղերում, տարբեր ազգերի մեջ, շատ տեղերում շատ մարդիկ կան, բայց սպասողները քիչ են, ինչպես Աստծո խոսքն է ասում, կանչվածները շատ են, ընտրվածները քիչ։ Բայց տեսնում ենք, որ Աստծո աչքերը գնում հենց հանդիպում այդ մարդուն, որի անունը Սիմոն էր, եւ մի մարդ կար, Սիմոն անունով, Երուսաղեմի մեջ։ Գիտեք ինչ է հիշատակում Աստծո խոսքը, ասում է, նա արդար եւ աստվածավախ մարդ էր, Աստծուց վախեցող մարդ էր, զգուշ էր իր քայլերի մեջ, գիտեր, որ իր ամեն մի քայլը պատասխանատվության քայլ է Աստծո առաջ։ Թերևս այսօր շատերը ապրում են երկրի վրա անպատասխանատու կյանքով։ Ինչ ուզում անում են, չեն մտածում, որ մի օր պիտի հաշիվ տան։ Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ մեր բոլոր գործողությունները պետք է լինեն սպասումով, սիրելիներ, եւ զգուշությամբ, որովհետեւ այս կյանքը ինձ եւ քեզ տրված է, որպեսզի մենք զգուշությամբ քայլենք, մինչեւ որ կհանդիպենք նրան կրկին։ Եվ ասում է, նա ինչ էր անում, սպասում էր Իսրայելի մխիթարությանը։ Իսրայելի մխիթարության էր սպասում եւ զարմանալի է։ Շատ քիչ տեղերում ենք հանդիպում Աստվածաշնչում այս տեսակ խոսքեր, բայց Սիմոնի համար վկայությունը երկու անգամ այս փոքր տեղում գրված է, այս երկու խոսքի մեջ գրված է եւ Սուրբ Հոգին նրա վրա էր։ Ովքեր կարող են սпасել Տիրոջը, նրանք, ում վրա է Տիրոջ Հոգին, նրանք, ում հետ աշխատում է Սուրբ Հոգին, նրանք, ում հետ համագործակցում է Սուրբ Հոգին։ Եթե մի մարդ Աստծո հետ փոխհարաբերության մեջ լցված չէ Սուրբ Հոգով, նա չի կարող արդյունավետ սպասողություն ունենալ Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ նա սպասում էր Իսրայելի մխիթարությանը։ Գիտեք, ո՞րն էր մխիթարությունը։ Ես փորձեցի մի քանի բան նայեմ, ինչի համար պետք է նա սպասեր, օրինակ, ոչ թե Իսրայելի հաջողությանը։ Մենք բոլորս սիրում ենք հաջողություն։ Սիրում եք թե չէ։ Ինչի պիտի չսպասեր, օրինակ, ասեր, սպասում էր, որ Իսրայելը դառնար աշխարհի կենտրոնը։ Մենք սիրում ենք բոլորս աշխարհի կենտրոնը լինենք։ Դուք չեք սիրում։ Բոլորս ենք սիրում, որ աշխարհը մեր շուրջը պտտվի։ Ամեն ինչ լինի մեր ուզածով։ Բայց գրված է, որ նա սպասում էր մխիթարությանը։ Երբ որ մի փոքր այսպես հայերեն բառ ասեմ, քրքրեցի, ինչը սիրում եմ անել Սուրբ գրքի պատմությունների մեջ մտնելով, հայտնաբերեցի մի բան, Սուրբ Հոգին անշուշտ օգնեց ինձ հասկանալու այս ճշմարտությունը։ Մխիթարությունը սա կարծես մի բան է, որը մարդը կորցրել է եւ դրա համար շատ զղջում է կամ ցավ է քաշում եւ կարիք կա, որ նրան մխիթարեն։ Դա կարծես կորուստի պես մի բան էր։ Ում են կորցրել, ում էր կորցրել Իսրայելը, կորցրել էր իր Աստծուն։ Կորցրել էր իր Աստծուն։ Գիտեք, կյանքում Իսրայելի ամենամեծ պարտությունները եկել են այն ժամանակ, երբ որ նրանք Աստծուց երես են թեքել։ Եվ երբ որ այս պատմությունը ուսումնասիրեցի, 25-ից 30 պատերազմ է ունեցել Իսրայելը 25-ից 30 պատերազմ է ունեցել մինչև Տեր Հիսուս Քրիստոսին, մինչև, եւ այդ 30 պատերազմների մեջ ունեցել է սարսափելի պարտություններ, ունեցել է անմխիթար վիճակ, ունեցել է հարվածներ, ունեցել են լացեր, դրա համար էր իրանց կորուստների համար լացի պատերը, որոնք իրանց մեղքերի համար գալիս են եւ պատի մոտ լացում են ճոճվելով։ Եվ մի բան Սուրբ Հոգին միտքս բացեց, հասկանալու, որ ինչին էր սպասում նա մխիթարությանը։ Մխիթարությունը սա է, երբ վերջապես դու մեզ հետ կլինես, երբ վերջապես դու մեր հետ կլինես, որ մենք հաղթանակած կյանք ունենանք, որ մենք պարտություն այլևս չունենանք, որ մենք կորուստի քաղաք չհարմարվենք, մենք լինենք հաղթանակի եւ հաջողված մարդիկ, երբ վերջապես դու մեզ հետ կլինես, Տեր։ Ահա թե ինչին էր սպասում Սիմոնը։ Սիրելիս, եթե իմ ու քո կյանքի մեջ նայենք, մեր պարտությունները եղել են այն ժամանակ, երբ որ առանց Աստծո որոշումներ ենք արել։ Համաձայն եք ինձ հետ։
Երբ որ չենք հարցրել, Տեր, անեմ, չանեմ, գնամ, չգնամ, տանեմ, չտանեմ, բերեմ, չբերեմ, ամեն ինչ որ մենք ուզում ենք անենք, Աստծո խոսքն ասում է, մարդու սրտի մեջ շատ ճանապարհներ կա եւ դրանք բոլորն էլ, ասենք իրար հետ բոլորն էլ, կորուստ գնացող ճանապարհներ են։ Բոլոր ճանապարհները առանց Աստծո կորուստ գնալու ճանապարհներ են։ Բայց ինչ ենք տեսնում Աստվածաշնչում, Սիմոնը սպասում էր մխիթարության, որ վերջապես Տեր, արի մեզ հետ եղի եւ մենք կհաջողվենք։ Եվ գիտեք, Աստծո խոսքն ասում է, Սուրբ Հոգին աշխատում էր նրա կյանքի վրա։ Սուրբ Հոգին նրա հետ էր։ Սուրբ Հոգին նրան մենակ չէր թողում, նա էլ Սուրբ Հոգուն չէր թողնում, ինչու, որովհետեւ գիտեր, մխիթարիչը կարող է բերել մխիթարություն։ Միայն Սուրբ Հոգին, որ համարվում է Աստծո մխիթարիչ Հոգին, նա կարող է մեզ բերել Տեր Հիսուս Քրիստոսին մեզ մոտ։ Ամեն։ Եվ ասում են նրան պատգամ էր եղել Սուրբ Հոգուց, սա երկրորդ անգամ է ասում, որ մահ չի տեսնի, մինչև որ Տիրոջը Քրիստոսին կտեսնի։ Մահ չի տեսնելու։ Մի բան, որ երաշխավորված էր իր համար, չես մեռնի, քո աչքերով պիտի Հիսուսին տեսնես։ Հիմա տեսնում եք Սիմոն Ծերունի ասածը ինչա։ Չես մեռնի, մինչև Քրիստոսին տեսնես։ Եվ ինչքան շուտ տեսնես, այնքան ավելի ապահով կապրես, եւ դրանից հետո ինչ էլ լինի, ասեմ ձեզ, մենք հավերժ չենք, ինչ որ ժամանակ հետո չենք լինելու։ Աստված մեզ կարող է փառավոր ձևով անցկացնել մեր կյանքի ճանապարհներից։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, Մեսիայի համար շատ հայտարարություններ կար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար շատ Աստվածաշնչում գրված հայտնություններ, մարգարեություններ կար։ Օրինակ, կար զոհաբերության ակնարկներ, զուգահեռներ, առարկաներ, պատկերներ, հատվածներ, արձագանքներ, տեսակետներ, որոնք որ արտահայտում է Աստվածաշունչը, Սուրբ Գիրքը։ Եվ ինչպես նաև կար շատ բացահայտ, ուղիղ մարգարեություններ։ Հիմա պատկերացրեք, որ Աստծո ժողովուրդը հազարավոր տարի սպասում էր Մեսիայի գալուստին, ամեն կերպ մի հատ բան իրում էր, ասում էր կարողա հեսա, կարողա հենա, կարողա այն մեկնա։ Ոչ սիրելիներ, ոչ այնա, ոչ այնա, ոչ էլ այնա, նա որ պիտի գա, ոչ մեկի նման չի։ Բոլորը սպասում են Իսրայելի թագավոր պիտի գար, երեխա եկավ։ Մանուկ եկավ։ Բա մենք գիտենք թագավոր է գալու։ Անկամ երբ որ գոհաբանության օրը, Օվսաննաների օրը, երբ որ պետք է գնար մտներ Երուսաղեմ Տերը, ասեցին Իսրայելի թագավորն է գալիս, բոլորն ասին վերջապես Հռոմից կպրծնենք։ Բայց ինչ տեղի ունեցավ, հանկարծ տեսան մի հատ Հիսուս սովորական ընտանեկան տնական շորերով, առանց գահի, առանց որևէ պսակ թագի, առանց սրի, առանց ձիու, ավանակի վրա նստած, իր համար մտնում է քաղաք։ Ասին էսա թագավորը։ Եվ բայց գիտեք ինչ է գրված ամբողջ քաղաքը տակնու վրա եղավ։ Տակնու վրա եղավ։ Ոչ մի թագավորի ժամանակ այդպիսի բան չի եղել, բայց Հիսուսի մուտքը փառավոր եւ օրհնյալ է։ Ամեն։ Գիտեք, միշտ մարդիկ հույսից ազդվում են, երբ որ հույսը միշտ վառված է ներսում, իրանք սպասողություն ունեն, որ դա մի օր կկատարվի, բայց երբ որ լինում է, արդեն ինչ է լինում, ուրախություն, վերածվում է այդ հույսը լիակատար ուրախության, ինչպես Առակաց գրքի մեջ է ասում սիրելներ։ Առակաց գրքի մեջ 13-12-ն ասում է. ուշացած հույսը սիրտը հիվանդացնում է, բայց կատարված փափագը կյանքի ծառ է։ Կատարված փափագը կյանքի ծառ է։ Աստված մեր կատարված փափագն է։ Տեր Հիսուս Քրիստոսը երկիր եկած մեր կատարված փափագն է։ Ամեն։ Կարող ես Տիրոջ իսկապես ասել, թե շնորհակալ եմ, այն ինչին սպասում էի, վերջապես դու եկար։ Ամեն։ Եթե շարունակենք Ղուկաս ավետարանի մեջ պատմությունը, մի փոքր շարունակվում է այլ կերպ եւ ասում է. Եվ հոգիով եկավ տաճար, եւ երբ որ Հիսուսի ծնողները Հիսուս երեխային բերեցին, որ օրենքի սովորության պես նրա վրա արարողություն անեն, նա էլ առավ նրան, Սիմոնը, ընդունեց կամ առավ իր գիրկը եւ Աստծուն օրհնեց ասելով. Հիմա արձակիր քո ծառային, ով Տեր, քո խոսքի պես խաղաղությամբ, որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջին, լույս հեթանոսներին լուսավորելու եւ փառք քո ժողովրդի Իսրայելի համար։ Հալելույա։ Վերցրեց երեխային, ինչ որ մի բան իր մեջ խառնվավ իրար, սա այնա ինչին դու սպասել ես, սա այնա ինչին որ դու երկար տարիներ սպասել ես, ինչի որովհետև դու գիտեիր, որ մի օր դա տեղի կունենա։ Սիրելիս, ես մի բան ուզում եմ քեզ վստահեցնեմ, երբ որ Տեր Հիսուսը վերադառնա,
մեր մեջ մենք բոլորս կզգանք։ Նախքան իրան, որ արդեն հասնի մենք կզգանք, որտեվ Աստծո խոսքն ինչ ասում, դուք օտար չեք, դուք իմն եք, օտարներին չեն ասի, բայց ձեզ կասեմ, որովհետև դուք իմն եք։ Գալուց առաջ Տերը մեր մեջ մի զարմանալի սեր ու կարոտ պետքա դնի իր նկատմամբ։ Բայց եկեք, որ չսպասենք այդ վերջի վայրկյանին, այլ շարունակաբար լցվենք Սուրբ Հոգով, որովհետև այդ ժամանակը պետք է լցված լինի նրանով։ Ես մի փոքր հետաքրքիր բաներ պիտի ասեմ ձեզ։ Աստծո խոսքը ասում է, որ Սիմոն ծերունին, երբ որ Հիսուսին գրկեց, ասեց, որ սա լույս կլինի, լույս։ Կարող ենք ասել լույս։ Գիտեք, լույսը սովորաբար ասում ենք, որ ինչ է իրանից ներկայացնում լույսը։ Երբ որ փորձում եք բնութագրել ինչ է իրանից ներկայացնում լույսը, լույսին պետք է վերաբերվել այնպես, որ ինքը իրականում որոշ գործողություն ունի։ Լույսը միայն ուղղակի լուսավորություն չէ։ Տեր Հիսուսն ասեց. «Ես եմ աշխարհի լույսը»։ Դուք պատկերացնում եք այս Սիմոն ծերունին գրկել է Հիսուսին, մարգարեանում է, որ ինքը լույսն է հեթանոսների համար, հեթանոսներն ովքեր էին։ Մենք ենք։ Մենք։ Մեզնից է լավ հեթանոս։ Կրակապաշտ, արևապաշտ, սատանապաշտ, չգիտեմ, հազար մի կռապաշտ, նալ, աչքի ուլունք, սխտոր, ասեղ, էլ ինչ գիտեք։ Այսքան իմ կողմից ասեցի, մի երկու բան էլ ձիունալ, այսինքն սատանայի կոշիկ, հալածմոմ, արջիջ, ահա, ամեն ինչ գիտեն, այ, սա գիտեք։ Երբ որ ես մի փոքր քննեցի եւ տեսա ինչպիսի հատկանիշներ ունի լույսը, ուղակի հիացած էի եւ սա ունի շատ խորը հոգեվոր խորհուրդ։ Խնդրում եմ ինձ հետ եղեք։ Ուրեմն լույսի հատկանիշներից մեկը լույսը տարածվում է ուղիղ գծով։ Ուղիղ գծով։ Երբ որ դուք թաքնվեք ինչ որ բանի հետևում, դուք լույսը չեք տեսնի, այդ լույսը ձեզ չի հասնի։ Տեր Հիսուս Քրիստոսը եկավ ուղիղ ասելու, թե ինչա կատարվելու մեզ հետ, կամ երկինք, կամ դժոխք։ Որոշներ եկան ասին, դե գիտես ինչ, եթե հանկարծ մարդ ես, մեկ էլ տեսար, կարող է, բայց չգիտես հաստատ։ Հիսուսն եկավ ասեց, ով ինձ ունի, կյանք ունի, ուղիղ լույսա, չէ։ Ով ինձ չունի, կյանք չի տեսնի հավիտյան, այլ նրա վրա կմնա Աստծո դատաստանը կամ բարկությունը։ Հիսուսն եկավ ուղիղ ասեց, ես եմ բժիշկը, ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը, ես եմ հարությունը, ես եմ ոչխարների դուռը, ես եմ կենաց հացը, ինչ որ ասեց ուղիղ ասեց։ Հին կտակարանյան բոլոր մարգարեությունները խորհրդանշական էին, կարծես լուսային շեղումներ էին տալիս, չեն կարողանում ուղիղ ասեին ինչ էին ուզում ասեին։ Բայց Հիսուսը անխնա ուղիղ լույսն է, որ ասում է մեզ։ Սա է նրա հատկանիշներից մեկը։ Լույսը սովորական միջավայրում տարածվում է ուղիղ գծով, դրա պատճառով առաջանում է ստվեր։ Եթե մի բան կանգնում է նրա կողքը, նրա հետևում տեսնում է ինչ ստվեր։ Երբ որ դու փորձում ես փակել լույսի ճանապարհը, դու ստեղծում ես ստվեր, իսկ ստվերը արդեն մութ է։ Դրա համար Տերը մեզ կոչ է անում, որ մենք էլ լինենք լույս։ Քիչ հետո ավելի հետաքրքիր բան պիտի ասեմ։ Արտացոլում։ Լույսի հատկանիշներից մեկը արտացոլելն է։ Արտացոլել, գիտեք, չէ՞ արտացոլել ինչ է։ Հիմա ասեմ ավելի պարզ կեն։ Լույսը կարող է արտացոլվել մակերեսներից, հատկապես հայելիներից։ Լույսը կարող է կպնել ինչ-որ մեկի եւ գնալ ուրիշին լուսավորելու։ Ով ենք մենք Քրիստոսի համար։ Արդյոք մենք ընկալում ենք եւ պահում ու թաքցնում ենք եւ մեզանով վերջանում է լույսը, թե մենք դառնում ենք մաքուր անոթներ, որոնցից լույսը կարող է շեղվել եւ գնալ ուրիշի կյանքը լուսավորելու։ Այդ լույսը մենք չենք, այդ լույսը նրանից ենք վերցրել։ Այդ լույսը մեզ եկել է նրանից, ով ճշմարիտ լույսն է, եւ երբ որ լույսը գալիս է մեր մեջ, ինչ է անում նա, ինքը արտացոլում է, նա փոխանցում է այդ նույն կյանքը, այդ նույն սերը, այդ նույն զորությունը, այդ նույն ուժը, այդ նույն փառավոր օրհնությունները, նա մեր միջոցով կարող է գնալ ուրիշների կյանքի մեջ։ Ամեն։ Եթե մենք հայելի չենք, ուրեմն մեզնով կվերջանա այդ լույսը։ Եթե մենք ընդամենը մի հատ պատենք, մեր վրա այդ լույսը կընկնի, մենք կառաջացնենք հետևում ստվեր եւ կվերջանա ամեն ինչ։ Բայց եկեք մի բան հասկանանք, ես ու դու կարիք ունենք սրբվենք, մաքրվենք, դառնանք հայելիներ, որ Տիրոջ լույսը, երբ որ գալիս է մեր մեջ մեզ լուսավորումը, կարողանա գնա ուրիշի կյանքերն էլ լուսավորի։ Ամեն։
ինչքան մարդիկ կարիքը ունեն այս լույսի։ Մեկ ուրիշ բան։ Լույսը կարող է կոտրվել։ Հիմա միգուցե մտածեք լույսը ո՞նց են կոտրում։ Լսեք ուշադիր։ Երբ լույսը անցնում է մի միջավայրից մյուսը, օրինակ օդ, ջուր, ինչ անում ինքը կոտրվում է։ Այդ պատճառով ջրի մեջ օրինակ առարկաները երբեմն թեք կամ խեղաթուրված են երևում։ Երբ որ ընկնում է լույսը գցում ես ջրի մեջ, շողք առաջանում։ Տեսել եք դուք փուլերի մեջ, լողավազանների մեջ։ Լույսը ընկնում է մեջը մեկ է տեսնում ես ինչ որ բան է։ Ինչ որ տանում ես տակը, պարզ չես տեսնում։ Ինչ որ բան փոխվում է։ Սիրելիս, խնդրում եմ շատ ուշադիր եղի, վստահ եմ, որ դու դեռ շատ հայտնություններ պետք է առնես։ Լույսը անցնում է ինչ որ միջավայր, նա չի դադարում լույս լինելուց, նա վերափոխում է ապրում ինչ որ իրավիճակների մեջ։ Տեր Հիսուսը որպես լույս եկավ այս երկիր խավար մարդկանց մեջ, որպես մանուկ, որպես մի երեխա, փոխեց իր աստվածային փառավոր կերպարը, նման եղավ մեզ։ Մեր նման եղավ, բայց մնաց լույս առանց մեղքի։ Աստծո խոսքն ասում է նա մեզ պես եղավ, բայց առանց մեղքի։ Նա մեր բոլոր իրավիճակների մեջ կարող է մեզ հասկանալ, որովհետև փորձը առել է մեր նման, նա մտել է մեր ցավերի մեջ, նա մեր այդ ալիքների մեջ է մտել, բայց նա դադար չի ունեցել լույս մնալուց։ Ամեն։ Մեկ ուրիշ բան, լույսը ունի շատ մեծ արագություն, ովքեր գիտեն ինչքան արագությունը։ Ովքեր կարող են ասել, վարկյանում, կիլոմետրով, 300,000 կիլոմետր վարկյան արագությամբ։ Այսինքն, եթե վերցնենք ձեր աչքի տեսողությունը, եթե լինի 300,000 կիլոմետր հեռու, ընդեղ լույս վառեն դու ստեղ կտենաս։ Նա երբեք չի ուշանում, սրանից ավելի արագ բան դեռևս չկա։ Նա երբեք չի ուշանում, նրա լույսը երբեք չի ուշանում։ Նա երբեք չի հեռանում, ինչքան էլ որ դու հեռու զգաս, նրա լույսը կտեսնես։ Ինչքան էլ որ դու քեզ փոքր զգաս, նրա լույսը կլուսավորի քեզ։ Նա ունի այդ կարողությունը շուտ հասնելու քեզ։ Երբ որ Ղազարոսը մահացել էր 4 օրվա գերեզման էր դրված, Մարթան ու Մարիամը, որ քույրերն էին, եկան Տեր Հիսուսին ինչ ասեցին. Եթե ստեղ լինեիր, մեր եղբայրը չէր մահանա։ Տեր Հիսուսն ինչ ասեց։ Ասեց. Ես եմ հարությունը եւ կյանքը։ Դու այդ լույսը չես տեսել հələ։ Ես քարերից էլ ենկով եմ կարող լույս տամ։ Իր համար ոչ մի խնդիր չկա, որտեվ երբ որ իրան լուրը հասցրեցին, նոր էր մահացել, 4 օր հետո նոր հետ է գալիս։ Գալիս է արդեն գերեզմանում դրված, ասում են դե փտած կլինի, ասում է քարը ենկոմ տարեք։ Լույսը երբեք չի մտածում դիմաց ինչքան մութ է։ Համաձայն եք ինձ հետ։ Նա պատրաստ է գալ եւ չուշանալ։ Մեր Աստվածը կգա եւ չի ուշանա։ Ամեն։ Մեկ ուրիշ բան, լույսը ունի ալիքային բնույթ։ Ունի երկարություն եւ հաճախականություն։ Լույսը ունի երկարություն, որքան էլ զարմանալի է, չէ՞։ Սուրբ Գիրքը ինչ է ասում, որ հասկանանք Քրիստոսի սերը, որ ավելի լայն է, երկար է, բարձր ու խորն է։ Հասկանանք Աստծո Քրիստոսի սերը մեզ վրա։ Ահա ինչպիսին կարող է լինի Աստված ինձ ու քեզ համար, ինչպիսին էր այդ մանուկը, որ ծնվեց, սիրելներ, նա լույս էր հեթանոսների համար։ Մեկ ուրիշ բան որ ասեմ ձեզ։ Դու գիտեք, որ Աստծո խոսքի մեջ մենք հանդիպում ենք այսպիսի մի հետաքրքիր բանի, որ Տեր Հիսուս Քրիստոսը խորհրդանշաբար իր մասին խոսվել է 5 կտականում տարբեր կերպերով, օրինակ տաճարի վարագույրը, գույները, երանգները, դուք կարդացել եք, չէ՞։ Կարդացել, եթե կարդացել եք 5 կտակարանում, խորանի կամ վրանի վարագույրները այդպես են, ամեն մեկը ուներ տարբեր գույներ։ Լսեք ուշադիր։ Ես չգիտեմ ինչ հիմա դուք գիտեք թե ոչ, բայց հիմա սրանից հետո արդեն վստահ եմ կիմանաք։ Գիտեք, որ լույսը ունի գույն։ Լույսը ունի գույն։ Եվ որ լույսը ունի, սպիտակ լույսը ունի գույն։ Սպիտակ լույսը։ Սա հայտնություն կարող է լինի ձեզ համար, բայց սա իրականություն է, սիրելիներ, սա փաստված է։ Սպիտակ լույսը բաղկացած է տարբեր գույներից։ Ուրեմն լսեք, միած սպիտակի մեջ ինչ կա։ Կարմիր։ Հայտնություն կառնեք կամաց-կամաց, չէ՞։ Նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն։ Պատկերացնում եք։ Ահա այսպիսի երանգ։ Եվ երբ որ Աստված ծիածանը իջեցրեց Նոյի ժամանակ, աղեղը, որ ինչպես որ ասում է Աստվածաշունչը, գրված է իրանք աղեղ տեսան, բայց նրա գույները 7-ն էին, ինքը սպիտակ էր եւ ուներ եւս 6 գույն։
Հասկանում եք ինչա կատարում։ Աստծո ուխտն է հավիտյան, որ այլևս ջրով չեմ կործանի երկիրը։ Եվ վերջինը, լույսը ունի էներգիա։ Նա ունի էներգիա։ Եվ այդ էներգիան կարող է փոխանցել։ Լույսը կարող է փոխանցել էներգիան, ինչպես որ մենք տեսնում ենք, օրինակ արևի լույսը կարող է տաքացնել երկիրը։ Չէ՞։ Լույսը, որ ընկնում է, տաքացնում է։ Երեխաները, որ ծնվում են, ինչ որ ժամանակ լույսի տակ են պահում, չէ՞։ Ստեղծելով միջավայր, որ ինքը զգա, որ հələ մամայի մեջ է։ Բայց ինքը իրականում արդեն դուրսն է։ Սիրելի քույրերս, եղբայրներս, հեթանոսների մեջ լույս լինելու համար կարևոր էր այս լույսի հատկանիշը հասկանալ։ Գալիս ես ինչ անես Տեր, գալիս է ցույց տա, որ առանց իրա ես ու դու խավար ենք եղել։ Որոշ մարդիկ չեն հավատում, որ իրանք խավարի մեջ են ապրել, մտածում են, դե ամեն ինչ նորմալ էր։ Սիրելիս, եթե ամեն ինչ նորմալ լիներ, Տեր Հիսուսը երկիր չէր գա, բայց եկավ, որովհետև ամեն ինչ նորմալ չէր։ Մի քանի բաներ եմ ուզում ասել, թե ինչ տեղի ունեցավ նախքան Տեր Հիսուս Քրիստոսի երկիր գալը։ Աստվածաշունչը կանխատեսում էր որոշ մարգարեություններ, որոնց մասին գրված էր։ Օրինակ, Մեսիայի ծնվելու տեղը Բեթլեհեմ, Միքիա մարգարեության մեջ է գրված։ Կույսից ծնվելը Եսայի 7:14, որ դուրս պետք է գա Եգիպտոսից, Ovsեա 11:1, կկոչվի Նազովրեցի կամ Նազարեթից, Եսայի 11:1, եւ նրան, ինչպես որ շարունակության մեջ ասում է, նա ճյուղ կլինի կամ ժառանգ կլինի։ Նա հրաշքներ կգործի, դրանցից ինչպիսին են ջրի վրայով քայլելը, Սաղմոս 76:20, Առակաց 34-ը, նա կլինի Աստծո որդի, Սաղմոս 2:12, Առակներ 34-ը, եւ ինքը Աստված կլինի, հայտնվի որպես Աստված, Եսայի 9:6-7 համարները, Երեմիայի 23, 5-6, Զաքարիա 2:10։ Նա կբժշկի բորոտներին, կբացի կույրերի աչքերը եւ կաղերը կցատկեն ուրախությունից, Եսայա 35, 5-6 համարները։ Նա կհայտնվի նախքան երկրորդ տաճարի կործանումը, Դանիել մարգարեություն 9:26։ Նրա ձեռքերն ու ոտքերը կխոցվեն, Սաղմոս 21:17, եւ նրան կծեծեն կամ կտանքների կենթարկեն ու կծաղրեն նախքան մահապատժի ենթարկելը, Եսայի 53, 4-8 համարները։ Եվ պատկերացրեք, այս ինչ որ ձեզ ասեցի, նրա մասին մարգարեությունների չնչին մասն է։ Երբեք որևէ մեկի մասին այսքան շատ մեծ ինֆորմացիա նախքան իրա ծնվելը չի ասվել, երբեք։ Հիմա մարդիկ գնում են, օրինակ ասում են, ինչ երեխա ես ուզում կապուտ աչքերով, սպիտակ մաշկով, չէ, գանգուր մազերով, մանավանդ բանը լինի, բաց գույնի կյաժ լինի, չէ, բոյը լինի, այսքան չգիտեմ ինչ, շատ է, հավաքում են այդ ամբողջ ինֆորմացիան, մեկ էլ տեսնես մի հատ են երեխա է ծնվում։ Շատ չենք հասկանում ինչ են անում, բայց մի բան ենք հասկանում։ Մարդիկ իրանց ձևը, իրանց տեսակը ուզում են ավելի իրանց նման սարքեն, բայց կա մեկ պարզ կատարյալ ճշմարտություն։ Տեր Հիսուս Քրիստոսի մասին տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ խոսել են նույն բանի մասին։ Սա նշանակում է, որ անսխալական պետք է լիներ Տեր Հիսուս Քրիստոսի անձը։ Հիմա ակնհայտ է, շատ պարզ է, որ Սիմոնը եւ հիմա արդեն կխոսեմ մեկ ուրիշ մեկի մասին եւ կվերջացնեմ, Աննան շատ լավ գիտեին Աստվածաշնչի մարգարեությունների մասին, որովհետև դա էր, որ իրենց տալիս էր համոզում, որ Մեսիան կծնվի եւ նա կգա Երուսաղեմում, նա կլինի Իսրայելի համար մխիթարություն։ Եվ կարծես թե տարբեր կերպերով կարող էին հասկանալ, թե Տեր Հիսուսը ինչպես պիտի գար երկիր։ Պատկերացրեք, որ հնարավոր է, սա ուղղակի ես հնարավոր տարբերակներից եմ ասում, հնարավոր է, որ նրանք գիտեին, որ նա գալու է եւ կարծես թե գիտեն, որ դա արդեն տեղի է ունեցել, որովհետեւ դեռ իրանք ողջ են եւ կան։ Հավանաբար հնարավոր է, որ լսել էին, որ Հիսուսը ծնվել է Բեթլեհեմում, որտեղ մեծ ձայն կար, արդեն աղաղակ կար։ Նույնիսկ հնարավոր է, որ լսած լինեն Մարիամի պատմության մասին, հղիության։ Միգուցե հնարավոր է, որ իրանք այս լուրը ստացել են հրեշտակներից։ Հնարավոր է։ Բայց զարմանալի է, որ նրանք այնքան անսխալական էին իրենց գտնվելու վայրում եւ իրենց գործողության մեջ, որ ամեն բան ճիշտ էր գնում եւ շատ հիանալի։ Ղուկաս ավետարանի մեջ երկրորդ գլխի 25 համարում, սիրելիներ, այսպիսի մի բան է գրված. այնուհետև Երուսաղեմում ասում է Սիմոն անունով մարդ կար, նա արդար աստվածապաշտ մարդ էր, տենչում էր Իսրայելի մխիթարությունը, Սուրբ Հոգին նրա վրա էր։ Ղուկասը ուզում է ցույց տալ, որ առանց Սուրբ Հոգու,
որևէ բան երկրի վրա հասկանալի չէ։ Լսում եք ինձ, հասկանալի չէ։ Երբ որ կարդում ենք Ծննդոց առաջի գլուխը, ինչ է գրված, սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ երկիրը անձև ու դատարկ էր, եւ խավար կար անդունդի վրա, եւ Աստծո հոգին շարժում էր ջրերի վրա, եւ Աստված ասաց լույս լինի, եւ լույս եղավ։ Եվ տեսնում ենք, որ ինչ է լինում, Աստված ամեն բանից առաջ, անգամ արարչագործությունից առաջ, Սուրբ Հոգին շարժվում է դեռևս ոչ մի բան չեղածի վրա։ Նախքան որ մենք կարողանանք հասկանանք ինչ է անում Հիսուսը իմ կյանքի մեջ, մենք կարիք ունենք Սուրբ Հոգու, ով մեզ կհասկացնի, թե ինչ է անում Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ։ Հիմա շատ կարևոր մի բան պիտի ասեմ, վստահ եմ, որ սա ձեզ օրհնություն պետք է լինի։ Մի անձնավորություն կար, որի մասին երկրորդն է, ով սպասում էր, գրված է այդպես։ Երկրորդ գլուխ 36-38 համարները։ Ասում է, եւ այնտեղ էլ Աննա Մարգարեուհին, Փանուելի աղջիկը, ասերի ցեղից, սա ինքը շատ օրեր էր անցկացրել երկուսության ժամանակներից 7 տարի էր ապրել մարդու հետ եւ 84 տարվա չափ որբևայրի էր, որ տաճարից չէր հեռանում, ծոմով եւ աղոթքներով գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստծուն։ Սա էլ նույն ժամանակին վեր կացավ, Տիրոջից գոհանում էր եւ խոսում էր նրա մասին այն ամենի, որ Երուսաղեմի մեջ փրկության էին սպասում։ Աննա Մարգարեուհի, մի կին, որի միջոցով Աստված շատերին մխիթարել էր, շատերի համար իր խոսքն ու կամքներ ասել, բայց հանկարծ տեսնում ենք, Աննան գրված է 84 տարի է, որ իր ամուսինը մահացել էր եւ նա որոշել էր Աստծո տաճարի մեջ ապրել։ Նա որոշել էր Աստծո ներկայության մեջ ապրել։ 84 տարի անել մի բան եւ չհիասթափվել, սա միայն կարող է սիրահարվածը անել։ Չի կարող մեկը չսիրելով Աստծուն այդքան երկար որոշել մնալ Աստված պաշտ։ Չի կարող մեկը մի բան, եթե ինքը չի գտել դրա մեջ մի բան, ինքը չէր կարող հարատևել դրա մեջ, բայց տեսնում ենք Աննան շարունակաբար մնում էր Աստծո սրբության ներկայության մեջ։ Եվ գիտեք ինչպես էր մնում։ Աստծո խոսքը մեզ հետաքրքիր բան է ասում։ Ասում է, չէր հեռանում տաճարից, այսինքն նա սիրում էր Աստծո բնակության տեղը, ծոմ էր պահում, աղոթքներ անում եւ գիշեր եւ ցերեկ ծառայում էր Աստծուն։ Ով է սպասում այսպես։ Արդյոք դու պատրաստ ես ծոմ պահես, երբ որ Աստված քո հետ չի, զգում ես, որ մենակ ես։ Արդյոք պատրաստ ես աղոթք անես Տիրոջը։ Արդյոք պատրաստ ես սիրտդ բացես Թագավորի առաջ, այնպես որ ասես Տեր, ես չեմ զգում քեզ, բայց խնդրում եմ, որ դու գաս։ Սպասում եմ մինչև որ դու գաս։ Սա ինձ եւ քեզ համար ամենակարևոր բաներից մեկն է, սիրելներ։ Գիտեք, պաշտամունքը ըստ էության Աստծո հանդեպ մեր ուշադրության դրսևորումն է։ Դու ուզում ես պաշտող մարդ լինես, Աստվածապաշտ մարդը, սա նշանակում է լինել ուշադիր Աստծուն, կենտրոնացած։ Շատ են հարց ու փորձ անում, չէ, տարբեր բան, էսի կարանք անենք, այն կարանք անենք։ Գիտես, սիրելիս, եթե մի բան քո սթափությունից քեզ հեռացնում է, եթե մեկը մի բան թմրեցնում է քո միտքը եւ քեզ հեռացնում է սթափ մտածելակերպից եւ գործողություններից, դրանք թշնամի են քեզ։ Դու որոշի կարող ես անել, թե չես կարող։ Պողոս Առաքյալն ասում է, ամեն բան ինձ կարելի է, բայց օրինական օգուտ չի։ Կարամ ամեն ինչ անեմ։ Մի օր մի երեխա եկավ, մի բան էր վերցնում, ասեց կարամ էսի վերցնեմ, ասինք այո, կարաս վերցնես, վերցրեց։ Ասինք բեդե բեր դիր տեղը, ասեց ինչի, բայց դուք ասցիք որ կարամ վերցնեմ, ասինք այո, կարաս վերցնես, բայց կարելի է վերցնես։ Կարալը կարող ես, որտեվ թեթևը հանգիստ կարող ես, բայց կարելի է թե ոչ, սա է ամբողջ հարցը։ Ուրեմն սիրելներ, մենք ժամանակ ենք հատկացնում, դրա համար ենք գալիս Աստծո ներկայության մեջ եւ մեր դեմքը դարձնում ենք դեպի Տերը։ Մենք խոսում ենք, երգում ենք, Աստծուն ենք մենք կանչում եւ աղոթք ենք բարձրացնում այստեղ։ Ոչ թե անմիտ օթի մեջ ուղակի բառեր ենք խոսում կամ ինչ որ, չգիտեմ, տարբեր բաներ, որոնք միտք չունեն։ Ոչ, սա կենտրոնացում է Աստծո վրա։ Մենք լսում ենք Աստծո խոսքը այստեղ։ Մենք ուշադրություն ենք դարձնում, որովհետև միտք ենք առնում դրանից։ Մենք սպասում ենք, որովհետև սպասողությունը միշտ էլ արդարանում է, եթե Աստծուն ենք սպասում։ Ամեն։ Ուրեմն, ինչպիսին ենք մենք հիմա։ Եվս մի երկու բան եւ պիտի վերջացնեմ, սիրելիներս։ Ինչպիսին ենք մենք այսօր։ Մենք գիտենք, որ Սիմոնը լսեց Աստծուն, եկավ ճիշտ տեղը, ճիշտ ժամանակին։
Ղուկասը մեզ ասում է, որ Սուրբ Հոգին շարունակ աշխատում է իր հետ։ Մենք կարիք ունենք, որ Սուրբ Հոգին միշտ մեր հետ աշխատի, շարունակաբար մեր հետ աշխատի։ Ուրեմն Սուրբ Հոգին ինչ որ բան է հայտնում մեզ, եւ դա մենք պետքա ուշադրությամբ լսենք, որովհետեւ եթե բաց ենք թողում իրադարձությունը։ Հովանու ավետարան 16-րդ գլխի մեջ 13 համար այսպիսի հրաշալի խոսք է ասում. բայց երբ որ նա ճշմարտության հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության, որովհետև իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի կխոսի եւ գալու բաները կպատմի ձեզ։ Սուրբ Հոգու մասին է խոսքը։ Հիսուսն ինքը ասեց, ճշմարտության հոգին կգա եւ ինչ որ կլսի, որ հայրը խոսում է, կսովորեցնի ձեզ։ Միթե սա հրաշալի չի։ Դուք ուզում եք, որ հայրը իր կամքը հայտնի մեզ։ Ուրեմն կարիք ունենք Սուրբ Հոգու ձայնը շարունակաբար լսենք։ Վստահ եմ, որ այդ ձայնը կյանք տվող ձայն է յուրաքանչյուրիս համար։ Ամեն։ Եվ Ղուկաս ավետարան 2-րդ գլուխ 34-35 համարները ահա թե ինչ է ասում մեր սիրելի Ղուկաս եղբայրը ասում է. եւ Սիմոնը օրհնեց նրանց եւ նրա մայր Մարիամին եւ ասեց. ահա այս մանուկը Իսրայելի մեջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ հակառակության նշան կլինի։ Իսկ քո անձից էլ սուր կանցնի, որ շատ սրտերից խորհուրդներ հայտնվեն։ Կարծես ես 34 համարը ամփոփում է քրիստոնյայի ճակատագիրը։ Ասում է, որ շատերի ընկնելու կամ կանգնելու պատճառը պետք է լինի։ Մի քանի բան ասում եմ, սրանով վերջ։ Շատերի անկման պատճառ կդառնա Իսրայելի համար։ Շատ տարօրինակ կոպիտ խոսք է սա, բայց ճշմարիտ է, որովհետև Աստված ինչ է անում, սիրելիներ։ Աստված ոչ միայն դատում է մարդուն, այլ նրան դատապարտությունը, մարդու դատապարտությունը առանց Հիսուսի մարդը արդեն ընդունել է։ Անկախ նրանից մեկը Հիսուսին ասի ոչ կամ ոչինչ չասի, դա նույն պատասխանն է։ Անկում ինչ որ մեկը կարող է ընկնել, եթե առաքինության հանդեպ չկարողանա զուսպ լինել եւ ընդունող սիրտ ունենալ, մի օր կընկնի։ Երբ որ մեկը հանդիպում է անտարբեր վերաբերմունքի, ուզես չուզես արդեն հարաբերությունը կտրված է։ Նա կբարձրացնի շատերին։ Մի մարդ կար Սենեկա անունով, չգիտեմ, եթե դուք գիտեք, ասում էր, այսպեսի մի տարբեր բան ասել, ասում էր, մարդկանց ամենաշատը անհրաժեշտ է վերևից մեկնած ձեռք նրանց բարձրացնելու համար։ Հիսուսը բարձրացնում է ընկածին։ Նրա ձեռքը վերևից է։ Եթե մեկին ուզում ես բարձրացնես, պիտի վերևից քաշես իրան։ Հիսուսի ձեռքը կարող է մարդուն բարձրացնել հին կյանքից, վատ սովորությունից, մեղքից, անառակություններից, ամոթից եւ կվերադարձնի դեպի փառքը։ Եվ երրորդը նա կդառնա վիճաբանության նշան։ Ոչ ոք չի կարող անտարբեր մնալ Հիսուսի նկատմամբ։ Այսօր որտեղ խոսում ես Հիսուսի մասին, կամ որոշները միանգամից վերածում են դա կռիվ պատերազմի, գաղափարային կռիվների, կամ որոշները միանգամից լռում են, ասում են մենք չենք հասկանում, ավելի լավ է չխոսենք։ Բայց նրանք բացի այդ երկուսից կա եւս մեկ այլ մի հասկացողություն, մի մարդկային, այսպեսի ասեմ, մի տեսակ հասկացողության, որ ասում են, այո, ես դա շատ լավ գիտեմ, դա իմ Հիսուսի մասին ես խոսում։ Եվ տեսնում ենք, որ ասում են, դա վիճաբանության նշան կլինի, պատճառ կլինի։ Այո, այսօր ամենաշատ վեճերը տեսնում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսի անձի վրա է։ Ոչ ոք չի կարող անտարբեր մնալ Հիսուսի նկատմամբ։ Կամ մենք ենթարկվում ենք նրան, կամ պայքարում ենք նրա դեմ։ Կամ մենք ընդունում ենք, կամ չենք ընդունում։ Եվ այս կյանքի ողբերգությունը այն է, որ մեր հպարտությունը հաճախ մեզ խանգարում է ընդունել պարտությունը, ինչը մեզ կտանի դեպի հաղթանակ։ Ուրեմն սիրելիներ, ակնհայտ է, շատ հասկանալի է, որ Տեր Հիսուսը յուրաքանչյուր անձի կարիքն է։ Այդ փոքրիկ մանուկը, որի մասին մեծ խոսում ենք եւ ամբողջ այս մի ամբողջ կյանք մենք ասում ենք, մեզնից առաջ ասել են եւ հետո էլ կասեն, այս մանուկը ինձ եւ քեզ համար բերել է այս հիանալի օրհնությունը, որ մեզ խավարից հանի դեպի լույսի թագավորություն։ Ամեն։ Մենք նայում ենք աննշան ինչ որ փոքր մի երեխայի, բայց նա ամենակարող Տերն է։ Եվ գիտեք, մի բան կա գրված եւ սրանով պետք է վերջացնեմ։ Եվ Հովսեփն ու նրա մայրը զարմացան նրա մասին
ասածի վրա։ Ինչ որ անի Աստված քո կյանքի մեջ, դա կզարմացնի մարդկանց։ Երբ որ Աստված սկսում է խառնվել մեր կյանքին, շատ շատերը կզարմանան, կասեն, այդ ո՞նց եղավ։ Ո՞նց է հնարավոր, որ դու այս կեղտոտ աշխարհում մաքուր մարդ ես մնում։ Ո՞նց հնարավոր է, որ դու այս անհույս աշխարհի մեջ հույսի մասին ես խոսում։ Ո՞նց հնարավոր է մեղքի մեջ թաղված մարդկանց դու խոսում ես սրբության մասին եւ մարդիկ վերափոխում են ապրում։ Սա զարմանալի մի բան է։ Գիտեք ինչու։ Որովհետև այն ամենը, ինչ որ Սուրբ Հոգին բերում է մեր կյանքի մեջ, սա Քրիստոս անձն է, որը միշտ էլ զարմանալի է եղել այս աշխարհի համար։ Ուրեմն, երբ որ Աստված մի բան անի քո կյանքի մեջ, դա զարմանալի կլինի։ Ամեն։ Եվ թող Տերը տա, որ մենք կարողանանք այդպիսի լեցունություն ունենալով, այսօր ինչ որ դուք տեսաք, թե մանուկների ելույթները, թե փառաբանությունը, թե այն ամեն ինչ որ արեցինք, այս բոլորը խոսում է նրա մասին, որ Հիսուսը մեր կյանքը փոխել է։ Եվ Հիսուսը պատրաստ է քո կյանքն էլ փոխի։ Մեկ ճանապարհ կա փոխելու, երբ որ դու նրան հրավիրես քո կյանքի մեջ, ասես նրան, որ Տեր, ես ուզում եմ, որ դու լինես իմ Տեր ու Փրկիչը։ Ինչպես որ դու ծնվեցիր մսուրի մեջ, դու ծնվեցիր, որ մեր հետ էլ մնաս մինչև վերջ։ Որովհետև սկսում ենք ստեղ եւ չի վերջանում ամբողջ հավիտենականության մեջ։ Ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ, սիրելիներս։ Վստահ եմ, որ այս օրերի մեջ դու շատ դեռ պատգամներ կլսես, շատ շնորհավորանքներ կլսես, շատ կենացներ կլսես կենացներ, որոնք որ ինչ ասեմ, զարմանալի բաներ են, որ ընդհանրապես ոչ քրիստոնեության հետ, ոչ ընդհանրապես հավատքի հետ կապ ունեն ուտել խմելու հետ։ Բայց իմ խնդրանքն է ձեզ։ Ձեր սեղանների ճոխությունների մեջ Հիսուսին չկորցնեք։ Չկորցնեք։ Այս խնջույքների մեջ, այս փառավոր լույսերի ճոխությունների մեջ Հիսուսին տեսաք, թե չտեսաք։ Սիրելի քույրս, եղբայրս, իմ խնդրանքն է քեզ, իմ հորդորն է քեզ։ Երբեք Հիսուսի ձեռը բաց չթողաս։ Թող սեղանը ճոխ լինի, թող բոլորը գան տեսնեն, զարմանան, ուրախանան, վայելեն, կշտանան, քեզ էլ օրհնեն, բայց Հիսուսին չմոռանաս։ Ամեն։ Որովհետև Հիսուսը փոքր է մնում մեր խնջույքների մեջ, բայց հիշեք, երբ որ մարդիկ այդ խնջույքների սեղաններից հեռանում են, պրծնում են նոր տարին, կարիք կա, որ մենք Հիսուսին ունենանք։ Կարիք կա, որ այդ Հիսուսը արդեն մեր աչքին մեծանա, ինչի որովհետև բոլորը թողեցին մեր սեղանները գնացին, բայց Հիսուսը մնաց մեզ հետ։ Ամեն։ Եկեք աղոթենք միասին։ Սիրելի մեր երկնային Հայր, շնորհակալ ենք քեզ, որ դու քո հավիտենական սիրով սիրեցիր մեզ եւ քո որդուն մեր Փրկչին ուղարկեցիր երկիր։ Սիրելի Տեր Հիսուս, շնորհակալ եմ քեզ, որ ոչ թե դու երեխա չէիր հասկանում ինչ եղավ քո հետ, այլ դու գալուց առաջ դու քո հոժարությունը տվեցիր եւ ասեցիր ինձ համար մարմին պատրաստիր, որովհետեւ ես կգնամ քեզ համար։ Եվ ես շնորհակալ եմ Աստվածին, որ դու այս հիանալի ծրագիրը արեցիր մեզ համար եւ մենք այսօր ունենք հույս, ունենք հավիտենական կյանք, ունենք զորություն, ունենք քո հոգին, որը մեզ առաջնորդում է քո տուն, որը մեզ բերում է քո սրբության մեջ։ Եվ ես աղոթում եմ, որ դու մեզ պաշտպանես քո հիանալի ձեռքերի մեջ եւ օրհնես մեզ։ Թող որ այս բոլոր խնջույքները միայն խոսեն քո մասին։ Թող այո, թող խոսեն նաեւ վարպետորեն պատրաստված ուտելիքների մասին, խոհարարների հմտությունների մասին։ Դրանք էլ շնորհք են, դրանք էլ պարգևներ են, բայց աղոթում եմ, որ այդ բոլոր խնջույքների կենտրոնում դու լինես։ Դու լինես բոլորի սեղանապետը, դու լինես այն անձը, որ երբեք չլքի մեզ։ Եթե մարդիկ գան ու գնան էլ, դու մնա մեզ հետ եւ մենք ուզում ենք, որ ամեն ժամանակ քո ներկայությունը զգանք մեր տների, մեր կյանքի մեջ։ Շնորհակալ եմ քեզ, Հայր, թող օրհնյալ լինի անունդ մեր սիրելի Փրկչի, փառավոր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը։ Եկեք միասին օրհնենք Տիրոջը, մեր ծափերը բարձրացնենք, փառք տանք նրան։
իշխան խաղաղության, իշխան, իշխան խաղաղության, իշխան խաղաղության, իշխան խաղաղության, իշխան, իշխան խաղաղության, ել ով երկիր ահա կուգա, ազգերի ցանկալի տվեք արև և լուսնկա, ողջույն Էմանուելին, ողջույն Էմանուելին, ողջույն, ողջույն Էմանուել, ողջունենք նորից ասենք նրան, ողջույն Էմանուելին, ողջույն Էմանուելին, ողջույն, ողջույն Էմանուելին. Թող Սիոնի որդիք բերնի, հնչեն ողողմելյան, օծյան համար թագավորին, երգենք երկողության, երգենք երկողության, երգենք, երգենք երկողության, երգենք երկողության, երգենք երկողության, երգենք, երգենք երկողության, ծափ զարկ աշխարհ ցնցա այսօր. Ամեն, հալելույա, ամեն, թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը և Սուրբ Հոգու հաղորդությունը բոլորիս հետ լինի, ամեն. Գնանք խաղաղությամբ, սիրելիներ. Ձեռքերիդ մեջ է